Արև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր հյուրընկալել ենք ՀԿ ԵԿ անդամ Անահիտ Ալեքսանյանին, կխոսենք իրավապահ համակարգից եւ այն անօրինություններից, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի եւ նման հնարավորության համար։ Այո, այժմ մենք ապրում ենք այնպիսի իրականությունում, որտեղ պետական ինստիտուտների զգալի հատվածը աստիճանաբար հեռացել է այն իր առաքելությունից, որի համար ի սկզբանե ստեղծվել էր անկախ պետականության գաղափարի շրջանակներում։ Եվ եթե ժողովրդավարական պետության պայմաններում դատաիրավական համակարգերը պետք է հանդիսանային որպես հասարակության վստահության, արդարության վերականգնման եւ սահմանադրական կարգի պաշտպանության հիմնասյուներ, ապա այժմ ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում մենք ականատես ենք այն իրողությանը, որ բոլորովին հակապատկերն է, մենք տեսնում ենք, որ այդ ինստիտուտները ոչ թե սահմանափակում են իշխանության կամայականությունը, այլ շատ ավելի հաճախ դառնում են հենց այդ կամայականության իրականացման հիմնական գործիքներից մեկը, ծառայեցվում են ոչ թե օրենքի եւ արդարության համաչափությամբ, այլ քաղաքական իշխանությունների այդ պահի դրսևորման շահերին եւ իրենց կմահաճությանը։ Եվ այս ողջ իրողությունների ամենացայտուն օրինակը հենց դա դատախազական համակարգն է, որը հենց սահմանադրությամբ կոչված լինելով պաշտպանելու օրինականությունը, պետականությունը եւ հանրային շահերը ուղղակիորեն այժմ վերածվել է քաղաքական իշխանությունների շահերը սպասարկող մեխանիզմի, որտեղ առաջնահերթությունը չի տրվում արդարությանը, իրավունքին եւ մարդու հիմնարար ազատության պաշտպանությանը։ Այժմ առավել քան կարևորվում է քաղաքական նպատակահարմարությունը, իշխանական հրահանգների կատարման փուլերը եւ ժողովրդի մեջ վախի մթնոլորտի ստեղծումը հենց կալանքի ֆետիշացմամբ, ընտրովի արդարադատությամբ եւ ինչպես նաեւ ընդդիմախոսների թիրախավորման միջոցով։ Այժմ մեզ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգը ոչ թե կորցրել է իր հանրային վստահությունը, այլ նաև դարձել է քաղաքական հաշվեհարդարի հիմնական միջոցներից եւ գործիքներից հենց մեկը, քանզի մենք տեսնում ենք, որ ինչպես են պետական ռեսուրսները, դատաիրավական լծակները եւ քարոզչական բոլոր մեխանիզմները միահյուսվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, որն է հենց լրացնել ցանկացած ընդդիմախոսի, ընդդիմադիր ուժի ձայնը, վարկաբեկել յուրաքանչյուր այլակարծություն, որը կհնչեցվի հանրության համար եւ հանրությանը փորձել համոզել, որ ցանկացած քննադատ ավտոմատ կերպով հակապետական տարր է իրենից ենթադրում։ Այստեղ ակնհայտ է, որ իրական հակապետական գործընթաց է, որ այժմ կազմաքանդվում է անկախ ինստիտուտները, մեր երկրում խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ այն գործընթացը, որ դատարանները եւ դատախազությունները եւ առհասարակ յուրաքանչյուր իրավապահ համակարգ սկսել է գործել ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ քաղաքական, այսպես ասած, պատվերների տրամաբանությամբ։ Այժմ առավել քան երբևէ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ խոսքը վերաբերվում է ընդդիմադիր գործիչներին, թե կլինեն ընդդիմադիր գործիչներ, թե հոգևորականներ, առհասարակ յուրաքանչյուր այն ուժին, որը իզորու է համախմբելու հայ ժողովրդին որպես մեկ միասնական գաղափարի եւ նպատակի շուրջ, մենք տեսնում ենք, որ նման իրադարձությունները ամեն կերպ ճնշվում են իրավապահ մարմինների եւ այդ համակարգը գործում է բացառիկ արագությամբ այդ հարցերում, ցուցադրական այդ շոուներով եւ տեղեկատվական արտահոսքերով, ինչպես եւ մեղադրանքների կանխավարկածով։ Մինչդեռ, երբ խոսքը վերաբերվում է հենց իշխանականների արած սկանդալներին եւ պետական միջոցների վատմանը, ինչպես եւ իշխանական ներկայացուցիչների ունեցվածքի կտրուկ աճին, այսպես ասված կարելի է հասկանալ, որ այս պարագայում երկրորդական պլան է մղվում իրավական բոլոր համակարգերը։ Փաստարկ է նաեւ, որ հենց այս իշխանության օրոք է, որ արդեն իսկ նորմալացված երևույթ է դարձել մեր հասարակության շրջանակներում, որ մարդկանց այժմ կալանավորում են մինչեւ
մեղքի ապացուցումը։ Իսկ հենց անմեղության կանխավարկածը գործնականում այժմ վերածվել է դատարկ ձևակերպման, քանի որ այժմ հասարակությունը անընդմեջ տեսնում է այնպիսի իրավիճակներ, որ դատավճիռը դեռ չտեսած մարդկանց այդ իշխանական քարոզչա մեքենան մարդկանց ներկայացնում է եւ մատնացույց է անում որպես հանցագործներ, եւ հենց այդ ողջ գործընթացը ուղեկցվում է իշխանականների հատուկ ընտրված մեխանիզմներով, ինչպիսիք է մեդիա ճնշումը, հանրային կարծիքի մանիպուլյացիան, եւ այս ամենը իրականում որևէ աղերս չի կարող ունենալ իրավական պետության սկզբունքների հետ։ Հարկ եմ համարում հիշեցնել, որ սիրելի հանրություն, այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, երբ միջազգային տարբեր զեկույցներ շարունակաբար արձանագրում են Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշների անկումը, դատական անկախության խնդիրները, կոռուպցիայի ընկալման վատթարացումը եւ իշխանության գերկենտրոնացումը մեկ անհատի ձեռքում, եւ անգամ նույնիսկ այս ահազանգները չեն ստիպում գործող այս ապիկար իշխանություններին վերադառնալ իրավական պետության տրամաբանությանը, քանի որ նրանց համար առաջնային դիտարկվում է ոչ թե ինստիտուցիոնալ պետության կառուցումը, այլ քաղաքական վերահսկողության պահպանումը, ինչպես նաև նրանց իշխանության վերակենդանացումը։ Այս ողջ համատեքստում հատկապես մտահոգիչ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքական եւ տեղեկատվական ճնշումները, այս արշավները, քանի որ այս իշխանությունները տեսնում ենք, որ բացահայտ կերպով հակասահմանադրական հայտարարություններ են կատարում եւ ճնշումներ են գործադրում, միջամտում են եկեղեցական կառավարման գործընթացներին, հարցերին եւ իրենց նախընտրական ծրագրերում հանդես են գալիս այն մտքով, որ վեհապար հայրապետին պետք է հրաժարական հայտնել եւ թիրախավորում են հոգեվոր դասերին։ Այս պարագայում նույնպես իրավական համակարգ շարունակաբար լռության մեջ է, եւ սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև հենց սահմանադրական ճգնաժամի դրսևորում է եւ փաստ է, քանզի սահմանադրությամբ ամրագրված է եկեղեցու առանձնահատուկ դերը եւ որևէ իշխանական ուժ իրավասու չէ իր լծակներով ներխուժել հոգեվոր կյանքի ոլորտներ։ Ուստի այժմ ողջ խնդիրները ոչ միայն իրավապահ համակարգի կամ առանձին պաշտոնատար անձանց գործունեությանն է վերաբերվում, այլ նաև պետական ողջ համակարգի ձախողման խնդիր է, արժեհամակարգային խեղում է եւ օրենքը այժմ դադարել է լինել արդարության գործիքը եւ այսօր այն վերածվում է քաղաքական հաշվեհարդարի ամենապարզ միջոցին։ Այս ամենը երկարաժամկետ հեռանկար չի կարող ունենալ, այն ունի մեծ վտանգավորություն միանշանակ ոչ միայն մեր ժողովրդավարության առումով, այլ նաև պետականության, մեր պետականության հիմքերի վրա, քանզի այն պետությունը, որտեղ քաղաքացին այլևս վստահություն չունի դատարանի, իրավապահ համակարգի, դատախազության, իրավապահ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցչի նկատմամբ, անխուսափելիորեն պարզ է դառնում այստեղ, որ մենք դրանով կանգնում ենք ներքին քայքայման եւ հասարակական խորը ճգնաժամերի առջեւ եւ հենց այսպիսով պայմանավորված է, որ լիովին ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը եւ ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս իշխանությունները իրենց վերարտադրության պատճառով կարող են որոշ քայլերի գնալ կեղծման միջոցով, ընտրությունների կեղծման շնորհիվ, այլև այն պատճառով, որ անկախ կոչվող ինստիտուտները այժմ դադարում են իրականում անկախ լինել եւ սկսում են ծառայել հենց քաղաքական իշխանության վերարտադրությանը, ինչը անթույլատրելի է ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետությունում։ Շնորհակալություն։